Ալլայի սրճարանը հայտնիներից մեկն էր Ասկերանում։ Հենց այնտեղ էր հնարավոր վայելել Ալլայի հավաքած խոտաբույսերով անմահական թեյը։ Հիմա խոտաբույսեր հավաքել էլ չի կարող։ 61-ամյա կինը հորն է խնամում։ Բռնի տեղահանումից հետո Ալլան մենակ է ապրում 88-ամյա հոր հետ։ Բայց հյուրերի համար պահել է Արցախից բերած ուրցի թեյը։ Քույրս եւ եղբայրս հրաժարվել են իրենց հորը խնամելուց եւ դա իմ ուսերին է այդ ցաներ բեռը։ Դրա համար չեմ կարողանում աշխատել, ոչ մի աշխատանքի տեղավորել, որտեղ պիտի հսկողություն ապեք եւ խնամք։ Չեմ աշխատում ու 50 այդ նպաստները եւ թոշակը հազիվ երեքումա տան վարձը փակելուն։ Այս ամիս Ալլային հարևաններն են օգնել վճարել տան վարձը։ Անընդհատ տուն եք փնտրում էլի։ Հիմա փնտրում եմ անվճար տուն, որպեսզի կարողանամ գոնե այդ ստացած գումարով սնունդ առնել եւ գոյատևել։ Հիմա եթե մարդ պիտի ստեղ գոյատևի իր հայրենիքի մեջ ու իրան ունի հնարավորություն, որ գնա ինչ որ միտեղ ավելի հարմար գնով տուն վարձի, աշխատի, տենց ինչի պիտի այդ մարդը մնա։ Աշխատելուց չի բողոքում 61-ամյա կինը, բայց չի գտնում այնպիսի աշխատանք, որի հետ կարողանա համատեղել հոր խնամքը։ Խնդիրներն ավելանալու են ապրիլից, երբ դադարի արցախցիներին տրամադրվող 50,000 դրամ սոցիալական աջակցությունը։ Ալլան չգիտի ինքն ու հայրը որտեղ պետք է ապրեն, երբ գա չարաբաստիկ ապրիլը։ Մենք էլ պիտի ինչ-որ մի ձև գտնենք։ Գնալու եմ կառավարության շենքի։ Նիկոլի դաչայում կմնամ։ Լոգիկայով եմ որ ասում մտածենք էլի։ Եթե մինչև 27 թիվը դու մարդկանց չես տեղավորում բնակարանների, տների մեջ։ Այդ մարդիկ ինչ պիտի անեն։ 8 միլիոնով որտեղ կարանք մենք Հայաստանում գտնենք թեկուզ գյուղերում։ Հետաքրքրում ենք դες չի որ չենք հետաքրքրում, բայց չկա տենց բան։ Տրամաբանական չէ արցախցիներին զրկել 50,000 դրամ աջակցությունից, ասում է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավորը։ Հնարավորություն չկա։ Նրանց խնդիրները լուծված չեն։ Հիմա ի՞նչն է փոխվել։ Բնակարանի վարձավճարներն են նվազել, ոչ։ Այդ 150,000 մարդուն բնակարանով արդեն ապահովել են, ոչ։ Կոմունալ ծախսերն են նվազել, ոչ ես ասեմ ավելին, թակառակը, որոշներն էլ ավելացել են։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, ըստ որի Արցախից բռնի տեղահանված անապահով ընտանիքից մի հոգի միայն ապրիլից կարող է դիմում ներկայացնել, օգնություն ստանալու նպատակով։ Այդ դեպքում դիմողը կստանա ամսական 40,000 դրամ, իսկ ընտանիքի մյուս անդամները 10,000-ական։ Եթե մենք վերցնենք այսօր 4 հոգանոց Արցախից բռնի տեղահանված ընտանիք ստանում է մոտավորապես 200,000 դրամ աջակցություն բնակարանային ապահովման, այսպես իմաստով կամ պարզ ասանք վարձը բնակարանի վարձը վճարելու համար։ Այս նախագծով եթե առաջնորդվի եւ ընդունվի եւ փոխարինվի այն աջակցությունը սրանով, ստացվում է, որ 3 անգամ այդ ընտանիքի աջակցության չափը նվազելու է։ Այսինքն նոր 3 անգամ մոտավորապես դառնալու է 70,000 դրամ։ Իսկ ինչպես է որոշելու կառավարությունը, թե տեղահանված արցախցի ընտանիքներից որոնք են անապահով։ Տանիք չունեցող արցախցին արդեն իսկ անապահով է, համոզված է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։ Տվյալ գումարը, որ մտնում է ընտանիք, դա ուղղվում է տեղահանված ընտանիքի համար տարիքների բավարարմանը։ Այսինքն ամեն դեպքում, եթե ընտանիքը չունի սեփական տուն, բնակարան, ստացվում է, որ ինքը պետք է համարվի անապահով։ Որքանով էլ որ ասեն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումով կա հստակ բնորոշում, թե ովքեր են համարվում անապահովներ եւ որքանով էլ որ փորձեն տեղահանվածներին հենց այս դաշտ բերել։ Ազգային ժողովի տնտեսագետ падգամավորը նկատում է, որ կառավարության այս քայլերից հետո սկսվելու է արցախցիների զանգվածային արտագաղթ։ Պարզ ակնհայտ մեկ ճանապարհ կա, կամ պիտի այսպես դառնան տնազուրկ, ավելի խորը անպատկերացնելի խորը սոցիալական խնդիրներով, կամ պիտի բռնեն արտագաղթի ճանապարհը։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։